թե մանկական եվրատեսիլի, թե ընդհանրապես եվրատեսիլի դեպքում, թե հաջորդ տարի դասական եվրատեսիլը, որ անցկացնելու ենք Հայաստանում, այս եվրատեսիլները հնարավորություն են մեր արտիստների համար միջազգային բեմում հայտնվելու եւ միջազգային եթերում նաեւ հայտնվելու, ինչը շատ ավելի կարեւոր է կարծում եմ, եւ օգտագործելու այդ հնարավորությունը ճանաչելի դառնալու համար, քանի որ մենք շատ հնարավորություն ունենք եւ մեր արտիստներն էլ շատ հնարավորություն ունեն այլ երկրների ալիքների եթերում հայտնվելու եւ դա շատ լավ հնարավորություն է եվրոպական լսարանին ճանաչելի դառնալու համար։ Մենք հայերս երեխաների շատ ենք սիրում եւ փորձը ցույց է տալիս, որ մանկական եվրատեսիլը նույն տրամաբանությամբ շատ է դիտվում Հայաստանում։ Ես հիշում եմ, մենք երբ անցկացնում էինք մանկական եվրատեսիլի 20-ամյակը, մեր գործընկերները ապշած էին այն ծավալներից եւ մարդկանց քանակից, ովքեր որ ներկային հատկապես բացման արարողությանը Հանրապետության հրապարակում, եւ իրենց համար զարմանալի էր, որ մանկական եվրատեսիլը այսքան հայտնի եւ սիրված շոու է Հայաստանում եւ հենց դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք կրկին անցկացնել մանկական եվրատեսիլը Հայաստանում եւ օգտագործել այս հնարավորությունը Հայաստանը ճանաչելի դարձնելու համար։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ մենք որոշեցինք բաց ընտրություն անցկացնել։ Մի քանի փուլերով մենք ընտրություն կատարեցինք ու բավականին բարդ ընթացավ, քանի որ մասնակիցները շատ էին եւ տաղանդավոր երեխաներն էին շատ ու դժվար էր ընտրությունը։ Ի վերջո մեր նախատեսածից էլ բավականին երկար տևեց ընտրությունը, նոր փուլ ավելացավ վերջում եւ ի վերջո մենք ընտրեցինք մեր այս տարվա մասնակցին Ալբերտին։ Այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց մանկական եվրատեսիլի Հայաստանի պատվիրակին ընտրել լսումների միջոցով։ Մենք հունիս ամսին հայտարարեցինք հայտագրման մասին բոլոր ցանկացող երեխաները, որոնք 9-ից 14 տարեկան էին եւ սիրում էին երգել, հնարավորություն ունեին գրանցվելու, ելույթ ունենալու պրոֆեսիոնալ ժյուրի առջև եւ լսումների արդյունքում էլ պրոֆեսիոնալ ժյուրին արդեն պետք է կայացնի իր որոշումը, թե ով կգնա ներկայացնելու Հայաստանը մանկական եվրատեսիլում։ Նախ ունեցել ենք երկու նախնական փուլ, որի ընթացքում ժյուրիների առջև ներկայացել են 80-ից ավելի երեխաները, որոնք հայտ են ներկայացնել լսումներին մասնակցելու համար, այնուհետև եզրափակիչ փուլում արդեն ունեինք երկու մասնակից։ Ես բազմաթիվ երաժշտական նախագծերի նախընտրական փուլերի եմ մասնակցել որպես ժյուրի անդամ, բայց այս մեկը շատ յուրահատուկ էր իմ համար։ Նախ, որովհետև մանկական եվրատեսիլը դա այն հարթակն է, որտեղ դու ընտրում ես մասնակից, որը կներկայացնի քո երկիրը, եւ դա մեծ պատասխանատվություն է, պարզապես երաժշտական մրցույթ չէ, եւ այդ պատասխանատվության մի մասը կրում ես նաեւ դու որպես ժյուրի անդամ։ Ես որպես ժյուրի անդամ Ալբերտին մի քանի անգամ երկու անգամ հանդիպել եմ արդեն դեպի եվրատեսիլ նախագծի շրջանակներում։ Իր վոկալային տվյալները միշտ շատ անջնջելի տպավորություն են թողել, ճիշտն ասած։ Այս անգամ էլ Ալբերտը իր հզոր վոկալով բոլորիս շատ տպավորեց։ Կարծում եմ այն մասնակիցը, որը ի վերջո ընտրվեց եւ որը կներկայացնի մեր երկիրը, տաղանդավոր Ալբերտը իմ համար տարբերվում էր բոլորից։ Ես հիշում եմ, երբ Ալբերտը երգեց, առաջին հնչյուններից Արտուր Մանուկյան ռեժիսոր շրջվեց նայեց իմ վրա, փշաքաղվեց ամբողջ մարմնով, ասեց ինչ տաղանդավոր երեխա է, շատ փափուկ ձայն ուներ, շատ զգացմունքային, շատ էմոցիոնալ եւ շատ վստահ էր բեմի վրա եւ մենք ժյուրի անդամներով այսպես եռյակներ էինք կազմում մեր համար, առաջին, երկրորդ, երրորդ հորիզոնական, իմ համար Ալբերտը միանշանակ առաջին հորիզոնականում էր։ Արեցինք մի բան, որը նախկինում չէինք արել, որոշեցինք, որ երեխաներին պիտի ընտրենք երգի տարբերակով պատրաստի երգի, իհարկե ի տարբերություն դեպի եվրատեսիլին, լսումների փուլին այստեղ երեխաները cover տարբերակներով էին մասնակցում, ոչ թե իրենց երգերով, բայց ունենալով երկու շատ տաղանդավոր երեխա, որոնցից մեկը Ալբերտն էր, մենք դիմեցինք մեր գործընկերներին, երգահաններին ու պրոդյուսերներին եւ շատ կարճ ժամանակում խնդրեցինք նրանց ներկայացնել երգեր, տեսնելով երեխաների ձայնային տվյալները, առաջարկել երգի տարբերակներ։ Թվում է սա պետք է հեշտացներ մեր աշխատանքը, բայց իրականում բարդացրեց, որովհետև գրեթե բոլոր ներկայացված երգերը շատ լավն էին եւ շատ ուրույն ոճային երգեր էին, որոնք համապատասխանում էին հենց ընտրված երկու երեխաներին։
բանցա երազանք շաղելով մեզ մոտ հասա Երբ որ Ալբերտը եկավ արդեն դեմո վերսիայի ձայնագրության, իմ նախորդ բոլոր պատկերացումները Ալբերտի մասին ինչ որ առումով փլվեցի, լավ իմաստով, որովհետև բացի երկար պահված գեղեցիկ նոտաներից կար շատ խորը զգացմունքայնություն, որը իր ելույթների ժամանակ այդքան խորությամբ չէի բացահայտել։ Ինքը եկել է ընդհանրապես անծանոթ ստեղծագործություն, իրան միացրել ենք այդ ստեղծագործությունը, ինքը համապատրաստից այդ պահին սովորելով, առանց խոսքերի, կարողացել է վերարտադրի եւ էմոցիաներ դնի այդ ամեն ինչի մեջ, այնպիսի էմոցիաներ, որ հետո ժյուրին լսելուց եւ ընտրելուց արդեն իրեն որպես մասնակից վերջնական ձայնագրության ժամանակ էլ փնտրում էր այդ նախնական այդ ներշնչանքը, որ տվել է Ալբերտը բոլորին։ Դեպի աստղեր երազանքները մեր տարվեր Տարվոր անմատ Վերջում գրեթե միաձայն ընտրվեց թե Ալբերտը եւ թե երգը, որը Լիլիթ Նավասարդյանի գրված ստեղծագործություններ եւ սա այն ստեղծագործությունն է, որը ես հաճախ ասում եմ, որ կան երգեր, որոնք գրվում են եւ կան երգեր, որոնք ծնվում են, սա այն երգն է, որը ծնվել է եւ կարծում եմ թե թիմը, թե Ալբերտը, թե այս դեպքում արդեն հանդիսատես, որ իր արձագանքը տվել է, շատ ուրախ են, որ հենց այս ստեղծագործությունն է ընտրվել։ Իմ հագուստների հետ կապված կարամ մի հատ պատմություն պատմեմ, ինձ թվում է այդ պատմությունը գրեթե ոչ մեկ չգիտի։ Իմ հագուստը նախնական պետք է լրիվ ուրիշ բան լիներ, ասենց կիսաշրջազգեստով, պիջակով, բայց ամսի 9-ին, Եվրատեսիլի ամսի 11-ին էր ու ամսի 9-ին 2 օր առաջ լրիվ նոր շոր կարվեց իմ համար ու այդ շորը եղավ իմ սենց սրտի շորը, որովհետև մինչև այդ ավելի շատ էի հավանել ու տենց մոտավորապես այդ վերջի 2 օրվա ընթացքում մի 3 հագուստ փորձել եմ ու վերջապես ընտրեցինք ու ինձ թվում է ամենաճիշտ որոշումը կայացրեցինք։ Իդեպ մենք էլ չգիտենք, որ մեր բեմում դրակոն է լինելու, երբ որ փորձը սկսվեց ու պտտվեցինք, որ պարենք, տեսանք, որ դրակոն են բերում ու բոլորս զարմացել էինք։ Մի րոպե սպասեք, հա։ Բարև ձեզ։ Որ խնդրեմ Ալբերտի երգը կնվագեք։ Մենք էլ ձեր հետ կերգենք։ Եկեք։ Մերսի շատ։ Կան տաղանդավոր երեխաներ, կան շնորհքով երեխաներ, շատ աշխատասեր երեխաներ եւ կան բնատուր փայլուն ձայնային տվյալներով օժտված երեխաներ, որոնց որ շնորհքը ակնհայտ է։ Միշտ մտածում եմ, իհարկե, երբ որ դու մասնակցում ես որևէ մրցույթի, հաղթանակը շատ կարեւոր է եւ ի վերջո մրցույթը հենց նրա համար է, որ ինչ որ մեկը հաղթանակ տանի, բայց իմ համար միշտ ամենակարևոր պայմանը եղել է այն բոլոր մրցույթներում, որ ես հպարտություն ապրեմ, երբ իմ երկրի ներկայացուցիչը բեմի վրա երգում է։ Եվ կարծում եմ, որ Ալբերտը այն երեխաներից է, որը հպարտություն է առաջացնելու եւ Հայաստանում ապրող հայերի եւ արտասահմանում ապրող հայերի մոտ։
հիշում եմ, երբ Ալբերտին առաջին անգամ հրավիրեցինք հանրային հեռուստաընկերություն եւ մեր տնօրենը իրեն հայտնեց, որ հենց նա է ներկայացնելու այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում։ Երբեք չեմ մոռանա Ալբերտի զուսպ ու հավասարակշռված արձագանքը եւ միանգամից մենք թիմով հասկացանք, թե ինչ տեսակի մարդու հետ գործ ունենք։ Երբ Ալբերտը իմացավ նորության մասին, դրան հաջորդեց մեծ թիմով մոտ 2 ժամ քննարկումները ու ես հիանում էի, թե ինչպես է կարողանում այդ մեծ էմոցիաները այդքան լուր տանել։ Եվ հետո, երբ արդեն իր մայրիկի ու իր վոկալի ուսուցչի Զարուհու հետ Բաբայան առանձին եւ իր հետ նաեւ փոքրիկ զրույց ունեցանք իմ սենյակում, խնդրեցի, որ իրենք գնան սրճելու եւ Ալբերտին խնդրեցի, որ իր բոլոր էմոցիաները վերջապես այս սենյակում բաց թողնի եւ միասին փոքրիկ գաղտնիք ունենք, չեմ պատմի, թող դա գաղտնիք մնա, բայց այնքան սիրուն կերպով ուրախացանք միասին, որ վստահ եմ այդ էմոցիաները տանելու ենք նաեւ մեզ հետ արդեն Վրաստան։